Երբևէ խորել եք այն պարզ, բայց միևնույն ժամանակ գրեթե կախարդական գործողության մասին, երբ սեղմում եք save կոճակը։ Միակ ընթարք եւ ձեր աշխատանքը, ձեր լուսանկարը, ձեր փաստաթուղթը պարզապես պահպանվում է։ Այն անհետանում է էկրանից եւ հայտնվում ինչ-որ անտեսանելի թվային տարածքում։ Այսօր մենք պատրաստվում ենք բացել հենց այդ սև արկղը։ Մեր նպատակը ոչ միայն հասկանալն է, թե ինչպես է ձեր համակարգիչը կազմակերպում ձեր տվյալները, այլև բացահայտել այն թաքնված ինժեներական հանճարը, որը թույլ է տալիս այդ ամենին աշխատել անխափան։ Մի խոսքով, մենք կբացահայտենք Windows-ի ֆայլային համակարգիչ արտարապետությունը, պարզ պատկերակից մինչև կոշտ սկավառակի վրա ֆիզիկապես գրառված բիթերը։ Իսկապես, դա մեր թվային աշխարհի չգնահատված հերոսներից է։ Ֆայլային համակարգը կարելի է պատկերացնել որպես հմուտ թարգմանիչ, որը կանգնած է երկու շատ տարբեր աշխարհների միջև։ Մի կողմից մենք ենք, մարդիկս, ովքեր մտածում են փաստաթղթերի, թղթապանակների, այսպես ասած, տրամաբանական միավորների մասին, մյուս կողմից կոշտ սկավառակն է, որը հասկանում է միայն մագնիսական դաշտերի կամ էլեկտրական լիցքերի լեզուն։ Ֆայլային համակարգը հենց այն կամուրջն է, որը թարգմանում է մեր հասկացությունները ֆիզիկական իրականության։ Այսօր կտեսնենք, թե ինչպես է այդ կամուրջը կառուցվել եւ զարգացել, եւ թե ինչ խելացի մեխանիզմներ են դրված դրա հիմքում ձեր տվյալները պաշտպանելու համար։ Շատ լավ, եկեք սկսենք ամենասկզբից։ Եթե մեզ լսողներից շատերն օգտագործել են համակարգիչ, ասենք 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, նրանք անկասկած կհիշեն այն սարսափը, երբ հոսանքի անջատումից հետո համակարգիչը միանում էր սկեն դիսկի կապույտ էկրանով։ Դու նստում էիր ու րոպեներով սպասում, աղոթելով, որ այն կգտնի ու կվերականգնի կորած կլաստերները եւ քո կուրսային աշխատանքը ընդմիշտ չի անետացել։ Այդ ամբողջ գործընթացի հիմքում ընկած էր հին, բայց ժամանակին հեղափոխական FAT համակարգը։ Այդ հիշողությունը շատ դիպուկ է նկարագրում իրավիճակը։ FAT-ը, File Allocation Table, ստեղծվել է շատ ավելի պարզ ժամանակների համար։ Դրա ամենահայտնի տարբերակը FAT Thesaurian մինչ օրս էլ օգտագործվում է, հատկապես USB կրիչների վրա։ Իդեպ, ինչու՞։ Ինչով է դա պայմանավորված։ Գրեթե բացարձակ համատեղելիությամբ։ Միացրեք այն Windows-ին, Mac-ին, Linux-ին, խելացի հեռուստացույցին, գրեթե բոլորը կհասկանան այն, բայց այն ուներ ճարտարապետական սահմանափակումներ, որոնք այսօր դե պարզապես անհաղթահարելի են։ Ամենահայտնին ֆայլի առավելագույն չափը 4 գիգաբայթ է։ Ընդամենը 4 գիգաբայթ։ Այն ժամանակ, երբ ամբողջ կոշտ սկավառակը 500 մեգաբայթ էր, դա թվում էր անսահմանություն։ Այսօր դա մեկ բարձր որակի ֆիլմի կեսն էլ չի կազմում։ Այսինքն թվային աշխարհը պարզապես մեծացավ եւ դուրս եկավ FAT32-ի հագուստից։ Այն ստեղծված չէր մեծ ծավալի տվյալների, անվտանգության եւ ինչպես իմ օրինակը ցույց տվեց հուսալիության համար։ Ուրեմն ո՞րն էր առաջընթացի հաջորդ քայլը։ Այդ թռիչքը NTFS-ն էր, New Technology File System։ Սա արդեն լրիվ այլ մակարդակի համակարգ էր։ Նախագծված հենց սկզբից, հաշվի առնելով հուսալիությունը, անվտանգությունը եւ մեծ ծավալների հետ աշխատանքը։ Այն ժամանակակից Windows-ի հիմքն է արդեն, գրեթե 3 տասնամյակ։ Բայց պետք է հասկանալ, որ ֆայլային համակարգերի աշխարհը մենոլիթ չէ։ Տարբեր խնդիրների համար կան տարբեր գործիքներ։ Օրինակ, Microsoft-ը հասկացավ, որ FAT32-ի համատեղելիությունը կարևոր է, բայց 4 գիգաբայթ սահմանափակումը խնդիր է ֆլեշ կրիչների համար։ Այդպես ծնվեց exFAT-ը, որը կարելի է անվանել FAT32 ստերոիդների վրա։ Այն փոխանում է լայն համատեղելիությունը, բայց թույլ է տալիս աշխատել գործնականում անսահմանափակ չափի ֆայլերի հետ։ Իսկ ինչ կասեք անպային տեխնոլոգիաների եւ հսկայական տվյալների կենտրոնների մասին։ Այնտեղ խնդիրները հավանաբար բոլորովին այլ մասշտաբի են։ Ճիշտ այդպես է։ Երբ դուք գործ ունեք պետաբայթերով տվյալների հետ, ձեր թիվ 1 թշնամին դառնում է այսպես կոչված բիտերի քայքայլումը։ Դա մի երևույթ է, երբ, ասենք, տիեզերական ճառագայթների պատճառով սկավառակի վրա պահված 1 բիթը կարող է ինքնաբերաբար փոխվել 0-ից 1-ի կամ հակառակը։ Ձեր անձնական համակարգչում դա գրեթե աննկատ կանցնի, բայց հսկայական տվյալների բազայում դա կարող է փչացնել լուսանկարը կամ ֆինանսական գրառումը։ Սարսափելի է հնչում։ Հենց այսպիսի խնդիրների համար է ստեղծվել REFS-ը,
Resilient File System։ Այն նախատեսված է սերվերների համար եւ ունի ներդրված մեխանիզմներ, որոնք անընդհատ ստուգում են տվյալների ամբողջականությունը եւ կարող են ավտոմատ կերպով բուժել վնասված հատվածները։ Ձեր նոթբուքի համար դա չափից դուրս բարդ լուծում է, բայց քրիտիկական նշանակություն ունեցող համակարգերի համար անփոխարինելի։ Լավ, եկեք վերադառնանք մեր անձնական համակարգչին եւ փորձենք հասկանալ, թե ֆիզիկապես ինչպես են տվյալները դասավորվում։ Մենք խոսում ենք ֆայլերի մասին, բայց կոշտ սկավառակը դրանք այդպես չի տեսնում։ Ճիշտ եմ հասկանում, որ այն բաժանված է շատ մանր, ֆիքսված չափի կտորների, սեկտորների։ Այո, բացարձակապես։ Սեկտորը ֆիզիկական պահեստավորման ամենափոքր միավորն է։ Բայց անընդհատ առանձին սեկտորների հետ աշխատելը շատ անարդյունավետ կլիներ։ Դրա համար ֆայլային համակարգը դրանք խմբավորում է տրամաբանական բլոկների մեջ, որոնք կոչվում են քլաստերներ։ Քլաստերը, այսպես ասած, այն ամենափոքր տարածքն է, որը կարող է հատկացվել ձեր ֆայլին։ Եթե օգտագործենք անալոգիա, պատկերացրեք, որ սեկտորները առանձին աղյուսներ են, իսկ քլաստերները այդ աղյուսներից կառուցված փոքրիկ սենյակներ։ Երբ դուք ֆայլ եք պահպանում, համակարգը ձեզ տրամադրում է մեկ կամ մի քանի այդպիսի սենյակ։ Դուք չեք կարող վերցնել սենյակի կեսը։ Հասկանալի է։ Նույնիսկ եթե իմ ֆայլը շատ փոքր է եւ զբաղեցնում է սենյակի միայն մի անկյունը, ամբողջ սենյակը համարվում է զբաղված։ Ճիշտ այդպես։ Ահա, եւ սա ինձ մի հարցի է բերում։ Եթե իմ ֆայլը մեծ է, ասենք 100 սենյակի չափ, ինչ է տեղի ունենում, եթե սկավառակի վրա չկա 100 հատ անընդմեջ դասավորված ազատ սենյակ։ Արդյոք ֆայլը մասնատվում է եւ դրա կտորները դրում են տարբեր տեղերում։ Դուք հենց նոր նկարագրեցիք ֆրագմենտացիայի երևույթը, եւ սա FAT համակարգի ամենամեծ գլխացավանքներից մեկն էր։ Ժամանակի ընթացքում ֆայլերը սկսում էին մասնատվել հարյուրավոր մանր կտորների, որոնք ցրված էին ամբողջ սկավառակով։ Դա նման էր նրան, որ ձեր գրքի էջերը պոկվեին եւ խառնվեին գրադարանի բոլոր գրքերի հետ։ Համակարգը կարող էր գտնել դրանք, բայց դա շատ դանդաղ էր, քանի որ կոշտ սկավառակի ընթերցող գլխիկը ստիպված էր ֆիզիկապես թռչկոտել սկավառակի մի ծայրից մյուսը։ Իսկ NFTS-ը լուծեց այդ խնդիրը։ NTFS-ը այս հարցում շատ ավելի խելացի է։ Այն ավելի արդյունավետ է կառավարում տարածքը եւ փորձում է ֆայլերը պահել հնարավորինս ամբողջական, ինչը զգալիորեն նվազեցնում է ֆրագմենտացիան։ Լավ, մենք ունենք կլաստերներ, որոնք կազմում են ֆայլեր, բայց այս ամբողջ կառույցը պետք է ունենա ինչ-որ գլխավոր հատակագիծ։ Ինչպես է համակարգիչը հասկանում, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում սկավառակի բաժինը։ Այդ գլխավոր հատակագիծը բաժինների սխեման է։ Հին ստանդարտը MBR-ն էր, Master Boot Record, բայց այն ուներ լուրջ սահմանափակումներ, օրինակ, չէր կարող աշխատել 2 տերաբայթից մեծ սկավառակների հետ։ Այսօր գրեթե բոլոր համակարգիչներն օգտագործում են GPT, Guided Partition Table։ GPT-ն ոչ միայն հաղթահարում է չափի սահմանափակումը, այլև շատ ավելի հուսալի է։ Առաջին հերթին այն իր հատակագիծի մի քանի կրկնօրինակ է պահում սկավառակի տարբեր մասերում, եթե հիմնականը վնասվի, կա պահեստային տարբերակ։ Երկրորդ, այն օգտագործում է CRC մեխանիզմը։ Սա ըստ էության տվյալների ամբողջականության ստուգում է։ Համակարգը հատուկ ալգորիթմով հաշվարկում է մի վերահսկիչ գումար։ Եթե տվյալները կարդալիս այդ գումարը չի համընկնում, նշանակում է դրանք վնասվել են։ Այսպիսով, եթե ֆայլային համակարգը գրադարան է, ապա GPT-ն շենքի հիմնական հատակագիծն է։ Բայց ինչպես է գրադարանավարը գտնում կոնկրետ գիրքը միլիոնավոր գրքերի միջից։ Պետք է լինի ինչ-որ գլխավոր քարտարան կամ ցուցակ, չէ՞։ Հիանալի հարց է, եւ դուք հասաք MFT սրտին։ Այդ գլխավոր քարտարանը կոչվում է MFT, Master File Table։ Սա հսկայական աղյուսակ է, որը սովորաբար գտնվում է սկավառակի սկզբնամասում։ Այս աղյուսակի յուրաքանչյուր տող նկարագրում է սկավառակի վրա գտնվող մեկ օբյեկտ, լինի դա ֆայլ, թե թղթապանակ։ Այն պարունակում է ամեն ինչ, անունը, չափը, ստեղծման ամսաթիվը, թույլտվությունները եւ ամենակարևորը այն կլաստերների հասցեները, որտեղ ֆիզիկապես գտնվում է ֆայլը։ Սպասեք։ Այստեղ մի հետաքրքիր բան կա։ Ասում են, որ եթե ֆայլը շատ փոքր է, այն կարող է պահվել հենց MFT-ի ներսում։ Այսինքն, երբ իմ համակարգիչը շատ արագ է բացում բազմաթիվ փոքրիկ կոնֆիգուրացիոն ֆայլեր, դրա պատճառն այն է, որ համակարգը նույնիսկ չի էլ փորձում գտնել ֆայլը սկավառակի վրա։ Այն կարդում է քարտարանը եւ գտնում է ամբողջ գիրքը հենց այդտեղ, քարտի վրա գրված։ Ճիշտ այդպես է։
Դա փայլուն օպտիմիզացիա է։ Եթե ֆայլի պարունակությունը տեղավորվում է MFT իր համար նախատեսված գրառման մեջ, համակարգը խնայում է մի ամբողջ գործողություն սկավառակի այլ մասին դիմելը։ Դա կտրուկ արագացնում է հազարավոր փոքր ֆայլերի հետ աշխատանքը։ Լավ, MFT-ն օգնում է արագ գտնել ֆայլերը, GPT-ն ապահովում է կառուցվածքի ուսալիությունը, բայց ի՞նչն է պաշտպանում հենց ֆայլի պարունակությունը, երբ ես այն փոփոխում եմ եւ հանկարծ հոսանքն անջատվում է։ Ինչպես է NFS-ը խուսափում այն կորած կլաստերների խնդրից, որի մասին խոսում ենք։ Այստեղ մենք հասնում ենք NFS-ի ամենահզոր հատկությանը՝ գրանցամատյանով աշխատանքին, journaling։ Սա հուսալիության ապահովման հիմնաքարն է։ Պատկերացրեք բանկիրի, որը պետք է $100 տեղափոխի A հաշվից B հաշիվ։ FAT համակարգի բանկիրը պարզապես կսկսեր գումարը տեղափոխել։ Եթե այս քայլերի միջև հոսանքն անջատվի, գումարը պարզապես կանհետանա։ Կորում է, այո։ NTFS-ի բանկիրն ավելի խելացի է։ Նախքան որևէ բան անելը, նա իր առանձին օրագրում գրում է. «Ես պատրաստվում եմ $100 տեղափոխել A-ից B»։ Միայն դրանից հետո նա կատարում է փոխանցումը, եւ երբ ամեն ինչ ավարտված է, նա վերադառնում է օրագիր եւ նշում է. «Գործողությունն ավարտված է»։ Եթե հոսանքն անջատվի, հաջորդ միացման ժամանակ համակարգը կարդում է օրագիրը, տեսնում է կիսատ մնացած գործարքը եւ ուղղում է այն։ Արդյունքում գումարը երբեք չի կորում եւ ֆայլային համակարգը մնում է կայուն։ Հետաքրքիր է։ Բայց այս ամենը օրագրում գրել, հետո նոր գործողություն անել, հետո նորից օրագրում նշում անել, չի դանդաղեցնում ամբողջ համակարգը։ Առաջին հայացքից թվում է, թե այսքան անվտանգության համար պետք է զոհաբերել արագությունը։ Դա շատ տեղին հարց է։ Այո, տեսականորեն դա լրացուցիչ աշխատանք է, բայց այն օպտիմիզացված է։ Գրանցամատյանը սովորաբար սկավառակի վրա շատ փոքր, արագ եւ հաջորդական տարածք է զբաղեցնում, ուստի դրանում գրառում կատարելը շատ արագ է։ Եվ պետք է հաշվի առնել, որ այս մոտեցման այլընտրանքը ամբողջ սկավառակը սկանավորելն է, ինչպես անում էր հին սկանդիսկը, որը կարող էր տևել րոպեներ կամ նույնիսկ ժամեր։ Այսպիսով, մի քանի միլիվայրկյանի դիմաց մենք ստանում ենք գրեթե ակնթարթային վերականգնում։ Դա շատ արդարացված փոխզիջում է։ Շատ լավ։ Ուրեմն մենք ունենք հուսալի եւ արագ համակարգ, բայց ինչպես է Windows-ը որոշում, թե ով կարող է դիպչել այդ ֆայլերին։ Եթե մի քանի հոգի օգտվում են նույն համակարգչից, պետք է լինի վերահսկողության մեխանիզմ։ Այդ մեխանիզմը կոչվում է ACL Access Control List, մուտքի վերահսկման ցուցակ։ Պատկերացրեք գիշերային ակումբի մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակցին, ով ունի հյուրերի ցուցակ։ Յուրաքանչյուր ֆայլ եւ թղթապանակ NTFS-ում ունի իր սեփական անվտանգության աշխատակցի, իր ցուցակով։ Այդ ցուցակում ACL-ում գրված է, թե որ օգտատերը կամ օգտատերերի խումբն ինչ իրավունքներ ունի։ Օրինակ, ադմինիստրատորներ խումբը կարող է անել ամեն ինչ։ Աննա, օգտատերը կարող է միայն կարդալ, բայց չի կարող փոփոխել։ Իսկ հյուրեր խումբը ընդհանրապես ցուցակում չկա։ Հենց այդպես, ուստի չի կարող ներս մտնել։ Այսինքն, երբ ես կրկնակի սեղմում եմ ֆայլի վրա, օպերացիոն համակարգը նախ խոսում է այդ ֆայլի անվտանգության աշխատակցի հետ, ստուգում է իմ անձնագիրը եւ միայն դրական պատասխանի դեպքում բացում է այն։ Իսկ ծրագրերը, օրինակ Photoshop-ը, արդյոք այն ինքն է կարդում այս ACL ցուցակները։ Ոչ, եւ դա շատ կարևոր է։ Ծրագրերին ուղղակիորեն թույլ չի տրվում խառնվել ֆայլային համակարգի այդքան նուրբ գործերին։ Դա քաոս կառաջացներ։ Փոխարենը գոյություն ունի պաշտոնական միջնորդ Windows API-ն։ Երբ Photoshop-ը ցանկանում է պահպանել ֆայլ, այն չի դիմում ուղիղ NTFS-ին, այն դիմում է Windows API-ին, ասելով. «Խնդրում եմ պահպանիր այս ֆայլը»։ Եվ արդեն API-ն որպես օպերացիոն համակարգի պաշտոնական ներկայացուցիչ ստուգում է բոլոր թույլտվությունները եւ ապահովում, որ բոլորը խաղում են նույն անվտանգ կանոններով։ Ուրեմն, եկեք այս ամբողջ բարդ, բայց հետաքրքիր պատկերը հավաքենք մեկ ընդհանուր պատկերի մեջ։ Մենք սկսեցինք գրադարանի անալոգիայից եւ կարծում եմ հիմա այն շատ ավելի լավ կաշխատի։ Համաձայն եմ, հիմա բոլոր կտորները տեղում են։ Լավ, պատկերացրեք, որ ֆայլային համակարգը մի հսկայական, լավ կազմակերպված գրադարան է։ Կոշտ սկավառակը հենց գրադարանի շենքն է։ Ֆայլերը իհարկե գրքերն են։ GPP-ն շենքի գլխավոր ճարտարապետական հատակագիծն է, որի կրկնօրինակները փակցված են եւ մուտքի եւ ելքի մոտ։ Որպեսզի եթե մեկը վնասվի, շենքում քաոս չառաջանա։
MFT-ն գրադարանի գլխավոր քարտարանն է, որտեղ գրված է, թե որ գիրքը որ դարակում է։ Եվ եթե գիրքը շատ կարճ բանաստեղծություն է, այն կարող է գրված լինել հենց քարտի վրա։ Ճիշտ է։ Այս ելը յուրաքանչյուր գրքի վրա փակցված սպիտակն է, թե ով կարող է կարդալ այն։ Եվ վերջապես, Գրանցամատյանը գրադարանավարի մանրակրկիտ օրագիրն է։ Նա նախապես գրում է. «Պատրաստվում եմ X գիրքը տեղափոխել, որպիսի եթե հանկարծ լույսերն անջատվեն, Հաջորդ առավոտ նա հստակ իմանա, թե որ գործն է կիսատ թողել եւ ինչպես քարգի բերել ամեն ինչ։ շատ ամբողջական եւ դիպուկ նկարագրություն է։ Այս ամենը ցույց է տալիս, որ save կոճակը սեղմելը պարզ գործողություն չէ։ Դրա հետևում թաքնված է տասնամյակների ընթացքում մշակված շատ խելացի եւ բազմաշերտ համակարգ, որն անընդհատ աշխատում է կազմակերպելու, գտնելու եւ պաշտպանելու մեր ամենաթանկ ակտիվներից մեկը՝ մեր տեղեկատվությունը։ Այն մեր թվային կյանքի անտեսանելի, բայց անփոխարինելի հիմքն է։ Եվ վերջում մի հարց մտորելու համար, որը մեզ տանում է դեպի ապագա։ Մենք տեսանք ֆայլային համակարգերի զարգացումը, պարզունակ ֆատից մինչև ինքնավերականգնվող RFS։ Այսօր մեր տվյալների մեծ մասը ավելի ու ավելի է պահվում անպայուն ծառայություններում, որտեղ մեկ ֆայլը կարող է ֆիզիկապես ցրված լինել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հազարավոր համակարգիչների վրա։ Հաշվի առնելով այս միտումը, ինչպիսին կարող է լինել ֆայլային համակարգերի հաջորդ սերունդը։ Եվ արդյոք ֆայլ հասկացությունը որպես առանձին մեկ տեղում գտնվող միավոր ապագայում նույնքան կարևոր կլինի, որքան այսօր։